Կապանի լեռնահարստացման կոմբինատը 2025 թվականի հուլիսի 1-ից աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար առողջության ապահովագրության համակարգ է ներդրել, որից օգտվողների թիվն այսօր հասնում է մոտ 6000-ի։ Իդեպ ձեռնարկությունը իր հիմնական աշխատակիցներից չի տարանջատել նաեւ Կապալառու ընկերության մասնագետներին, նրանք եւս ներառված են շահառուների ցանկում։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը հոգում է աշխատակիցների ապահովագրության ծախսերը ամբողջությամբ, ինչպես նաեւ հոգում է ընտանիքի անդամների ապահովագրության ծախսերը մասնակիորեն։ Ինգո Արմենիա ընկերությունը Սյունիքի մարզի խոշոր գործատուի համար ծառայությունների այնպիսի փաթեթ է մշակել, որն ամբողջությամբ բխում է աշխատակիցների կարիքներից եւ չի հատվում պետական պարտադիր ապահովագրության հետ։ Այսինքն մի շարք ծառայություններ, օրինակ ստոմատոլոգիական, ակնաբուժական եւ լաբորատոր հետազոտության այնպիսի տեսակներ, որոնք պարտադիր ապահովագրության մեջ չեն մտնում, ձեռնարկության ապահովագրության փաթեթով փոխհատուցվում են, հաշվի առնելով աշխատակիցների նկատմամբ սոցիալական պարտավորությունները։ Մեր առողջության ապահովագրության փաթեթը մենք անընդհատ բարելավել ենք եւ երբ որ ներդրվեց պետական առողջության ապահովագրության համակարգը, մենք եւս մի քանի բարելավումներ արեցինք եւ ստացանք այնպիսի մի ծառայությունների ցանկ, որը գրեթե չի հատվում պետական ապահովագրության համակարգի կողմից առաջարկվող ծառայությունների ցանկին։ Սա պարզապես համագործակցություն չէ, այլ երկու խոշոր կառույցների միավորում եւ համատեղ առաքելություն, որը ուղղված է տարածաշրջանի խոշորագույն աշխատատեղերից մեկում մարդկային կապիտալի պահպանմանը եւ անվտանգության մշակույթի ամրապնդմանը։ Կորպորատիվ վաճառքների եւ սպասարկման դեպարտամենտի տնօրեն Գայանե Պետրոսյանը խոսելով Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ սերտ համագործակցության մասին ընդգծում է, անհատական մոտեցում են ցուցաբերում եւ փաթեթը աստիճանաբար լավարկում։ Մեզ համար Կապանի կոմբինատը պատասխանատու գործատուի օրինակ է, որը գնահատում է իր աշխատակիցների առողջությունը եւ անվտանգությունը։ Այստեղ մենք գործ ունենք հազարավոր աշխատակիցների եւ ընտանիքի անդամների հետ, ինչը պահանջում է սպասարկման առավել ճկուն եւ օպերատիվ մեխանիզմներ հենց Սյունիքի տարածաշրջանում։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ինգո Արմենիա ընկերության պատրաստակամությունը եւ նրանց կողմից կատարված ջանքերը, որի արդյունքում մենք ստացանք այնպիսի ծառայությունների փաթեթ, որ մաքսիմալ համապատասխանում էր մեր կարիքներին։ Առողջության ապահովագրության պայմանագիրը իր մեջ ներառում է շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն, բուժական ծառայություններ, մասնագիտացված խորհրդատվություններ, դժվարամատչելի հատուկ եւ ախտորոշիչ հետազոտություններ, տարեկան կանխարգելիչ բուժսնում, ինչպես նաեւ ստոմատոլոգիական ծառայություններ։ Յուրաքանչյուր եռամսյակը մեկ կատարում ենք մոնիտորինգ, որ ծառայություններն են ավելի հաճախ օգտագործվող, դրա համար պայմանագրում կատարում ենք փոփոխություններ եւ լրացումներ։ Այդ բարելավումների արդյունքում մեր աշխատակիցները հնարավորություն են ստանում ավելի լայնածավալ օգտագործել ծառայությունները։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի առողջության ապահովագրության մասնագետ Մանե Մկրտչյանը մշտապես կապի մեջ է աշխատակիցների հետ, բժշկական ծառայությունների ապահովագրությունից օգտվելու հետ կապված ցանկացած հարցով ամեն րոպե պատրաստ է օգնել։ Ասում է, օգտվել ցանկացողների թիվը օր-օրի աճում է։ Վերջին բարելավումների արդյունքում ծրագրում կատարել ենք փոփոխություն, ինչի արդյունքում հասանելի են դարձել աչքի տեսողության սրության լազերային վիրահատական մեթոդը, բարձրացրել ենք ատամնաբուժական ծառայության սահմանաչափը, որոշակի հետազոտություններ, որոնք չէին մտնում պայմանագրի մեջ, նախավիրահատական հետազոտությունները պլանային վիրահատության դեպքում նույնպես ներառվել են պայմանագրի մեջ։ Ողնաշարի լազերային վիրահատությունն է ավելացրել, դրանից արդեն իսկ օգտվել են բազմաթիվ շահառուներ։ Ինգոն համագործակցում է շուրջ 300-ից ավելի բժշկական կենտրոնների հետ։ Մեր ամենակարևոր առավելություններից մեկն է, որ բժշկական կենտրոնների ազատ ընտրության հնարավորություն է տրվում մեր բոլոր շահառուներին։ Եթե Կապանի կոմբինատի աշխատակիցը ցանկանում է օգտվել ապահովագրությունից եւ իր ընտանիքի անդամը եւս ցանկություն ունի օգտվել ապահովագրությունից, ապա առաջին քայլը զանգահարում են մեր ընկերության 24/7 շուրջօրյա սպասարկման կենտրոն եւ ուղիղ կապ են հաստատում իրենց բժիշկ փորձագետի հետ։ Բնապահպանության բաժնի աշխատակից Արտաշես Աթայանը ապահովագրությունից արդեն իսկ հասցրել է օգտվել, ողնաշարի բարդ ու թանկարժեք վիրահատություն է անցել, ապաքինվել, գումարը ամբողջությամբ փոխհատուցվել է։ Վիրահատվել եմ Աստղիկ բժշկական կենտրոնում եւ օգտվել եմ ապա փաթեթից,
Այսինքն պայմանագրով նախատեսված մաքսիմալ վճարումը ապահովագրական կազմակերպության կողմից իրականացվել է վիրահատության եւ մի քանի հետազոտությունների համար։ Սա աննախադեպ երևույթ է, դուք ես զգում ես պաշտպանված, դուք ես զգում ես ուշադրության կենտրոնում եւ գնահատված։ Շատ ողջունել է, որ ներառված են ընտանիքի անդամները եւ ինքս ես անձամբ շատ գոհ եմ այդ ծառայություններից։ Փետրվարին դիմել եմ ու այդ դիմումի հիմնան վրա ընդառաջել են, կարծես թե հենց այդ ժամանակ են ներառեցին MRT-ն ապահովագրության մեջ եւ տղաներս օգտվեցին այդ ապահովագրությունից, որի համար շնորհակալություն։ Որոշար վիրահատություն եմ տարել ամբողջությամբ ԱՊԱՄ-ը փոխհատուցը։ Նշեմ, որ ծառայության փաթեթը շատ մատչելի է, կան բազմաթիվ փոխհատուցումներ, ինքներս կամ մեր ընտանիքի անդամները օգտվել ենք տարբեր բուժօգնություններից, փոխհատուցվել են համարյա լրիվ ինչ որ դեպքերում մասնակի, բայց շատ ողջունելի է, որ օգտվում ենք եւ մենք եւ օգտվում են մեր ընտանիքի անդամները եւ ձեռնարկությունը փոխհատուցում է անհատակ անապահովագրությունը աշխատակցի համար ամբողջությամբ, իսկ ընտանիքի անդամներին փոխհատուցում է մասնակի։ Իմ կարծիքով բոլորը գոհ են եւ ցանկանում են, որ շարունակական լինի։ Աղջիկս վիրահատվել է եւ ամբողջովին փոխանցվել է գումարը, որի համար շատ գոհ եմ ու շնորհակալ։ Տնտեսագետ Անի Առաքելյանը առանց կիլոմետրեր կտրելու եւ մայրաքաղաք հասնելու ակնաբուժական ու ատամնաբուժական ծառայություններից օգտվել է Կապանում, ստացել փոխհատուցում։ Կապանի լեռնահարստացման կոմբինատում գործող առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում օգտվել եմ ստոմատոլոգիական, ակնաբուժական եւ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների ծառայություններից։ Աշխատակցի համար նման աջակցությունը շատ կարեւոր է եւ նաեւ օգտվել այնպիսի համակարգից, որ վստահելի է։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը շարունակում է շարժվել առաջընթացի ու կայուն զարգացման հստակ քաղաքականությամբ։ Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են պետբյուջե կատարած հարկային վճարումները, ներդրումներ իրականացվել արտադրական շղթայում, բարելավվել աշխատանքային պայմանները եւ բարձրացվել աշխատավարձը։ Այս ամենով հանդերձ թերևս կարևոր բարեփոխումներից մեկը բժշկական ապահովագրության համակարգի ներդրումն էր Կապանի կոմբինատում։ Մեր բազմաթիվ աշխատակիցներ շարունակաբար հարց են բարձրացնում, թե արդյոք շարունակվելու է առողջության ապահովագրության համակարգը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նշեմ, որ այո, 2026 թվականի հուլիսի 1-ից վերականգնվելու է պայմանագիրը եւ մենք շարունակաբար կարեւորում ենք եւ կարեւորելու ենք մեր աշխատակիցների առողջությունը։